Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարգևատրվեց հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով, քննչական կոմիտեի նախագահի տեղակալ մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին էլ շնորհվեց արդարադատության գեներալ-մայորի կոչում։ Մարտի 1-ի 10 սպանությունները, հիշեցնեմ, մինչ օրս բացահայտված չեն։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով Սերժ Սարգսյանն իր հրամանագրով ընդգծել է, ինչպես է վերաբերում բռնություններին ու կոծկումներին։ Փաստորեն Սերժ Սարգսյանը ասում է, այդպես է շարունակեք, ծեծեք, ջարդեք, ինչ ուզում եք արեք, դուք կգնահատվեք վերջում։ Սա կառաջարկի ուղղակի մի նոր մեդալ ստեղծեին Սերժ Սարգսյանին մատուցած ծառայությունների համար եւ շնորհեին այդ մեդալը ում ցանկանում էին, Սաքուլիկին, պաշտպանության նախարարը, Բաբուլիկին եւ այլն։ Սահմանադրական բարեփոխումների դեմ բողոքի ակտիվ գործողությունների մասին հայտարարած չենք անցկացնի շարժման անդամ Արշակ Մուսախանյանի կարծիքով նախագահը ուղերձ է հղել Օսիպյանին ավելի ակտիվ պաշտպանելու ռեժիմի շահերը եւ նաեւ մեսիջը մեզ, որ տեսեք մենք պատրաստում ենք ավելի կոպիտ, ինչպես եղել ենք, դա խրախուսվում է, ավելի կոպիտ ենք լինելու ձեր նկատմամբ, բայց դրանք ծիծաղելի են մեր կողմից, դա որևէ բան մեզ համար չի նշանակում։ Ազատության հետ կարճ հեռախոսազրույցում Վալերի Օսիպյանը նկատեց, ցույցեր ցրելու համար չէ պարգևատրվել։ Ցրել արտահայտությունը Օսիպյանի համար անընդունելի է։ Նախընտրում է օգտագործել հասարակական կարգի վերականգնում բառակապակցությունը։ Պարտականությունների շրջանակը համարում է հասարակական կարգի պահպանությունն ընդհանրապես։ Այնուհանդերձ Google-ով Վալերի Օսիպյանի մասին տեղեկությունները որոնելիս առավելապես կարելի է հանդիպել բողոքի ցույցերում Երևանի փոխոստիկանապետի գործողությունների մասին պատմող հոդվածներ ու տեսանյութեր, բայց Google-ն ավելի պերճախոս է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանն արժանացած Արմենչիկի դեպքում։ Այս կոչումները տալիս են ոչ թե մասնագիտական հանձնաժողովներ, ինչպես փառատոներում, մրցույթներում, լինի դասական երաժշտություն, թատերական կինոյում, այլ պարզապես կմահաճույքով որոշակի պաշտոնյաների հովանավորությամբ, աջակցությամբ եւ այլն եւ այլն։ Ուրեմն նրանք, ովքեր պետք է ստանան այս կոչումները, պետք է բավարարեն առաջին հերթին այն ճաշակային համակարգը, քաղաքակրթական համակարգը, որի մեջ էփվում են նրանք, ովքեր տալիս են այդ կոչումները։ Հայոց արծիվներ կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը խոստովանում է. Արմենչիկի երկարվեստը իր ճաշակով էլ չէ, բայց Հանրապետականի խորհրդի անդամը իրեն թույլ չի տալիս քննարկել նախագահի հրամանագրերը։ Անձամբ ինքս բացառիկ վստահություն ունեմ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի որոշումներից, որովհետև շատ լավ գիտակցում եմ հանրապետության նախագահը այն անհատն է կամ այն անհատներից է, ով լուրջ ճանապարհ է անցել ազգային ազատագրական պայքարից, բանակաշինությունից մինչև այսօր։